Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 2 հոդվածով։ Զինվորական պաշտոնեական անփութություն, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ եւ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածի հատկանիշներով, հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի պաշտպանության նախարարության պոլիգոններում 29-ամյա զինվորականը մահացել է։ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը զորակոչվածների ծնողներն ու հարազատները պահանջում են, որ իրենց որդիների ծառայության ժամկետը եւս կրճատվի, սահմանված 2 տարվա փոխարեն դառնա 1 տարի 6 ամիս։ Հիշեցնենք, պարտադիր ժամկետային ծառայության վերաբերյալ օրենսդրական վերջին փոփոխություններով նախատեսվել է ծառայության ժամկետի կրճատում 24 ամսից մինչև 18 ամիս, սկսված 2025 թվականի ձմեռային զորակոչից։ Սակայն այս փոփոխությունը չի տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա, ինչն էլ առաջացրել է դժգոհություն նրանց ընտանիքների շրջանում։ Ինստիտուտը կիսատ հողում գնում են։ Ասենք 2 տարին իմ կարծիքով շատ մեծ ժամանակ է։ Մոռանում են ինչի համար են հավաքվել։ Հավել լավ չի իրենք զին ծառայության այդ պատրաստականությունը ունենան, ստանան, տղամարդ վերադառան, մի տարին էլ է հերիք կամ տարուկեսը գոնե։ Նույն պահանջով ծնողները հիշեցրել են, որ օրեր առաջ ակցիա են իրականացրել նաև կառավարության շենքի դիմաց։ Նրանց խոսքով համապատասխան մարմիններին նամակներ են հղել, սակայն մինչև այժմ պատասխան չեն ստացել։ Հիշեցնենք, Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, թե փոփոխություններ նախատեսված չեն, քանի որ զինծառայության ժամկետի 6 ամսով կրճատման որոշումը հիմնված է համապատասխան հաշվարկների վրա։ Ծնողները սակայն համոզված են, իրենց որդիների ավելի շուտ զորացրվելը չի վնասի բանակին։ Նրանք նշում են, որ ծառայողներն արդեն ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ եւ կարողություններ հայրենիքը պաշտպանելու համար։ Նրանց նկատմամբ գործող կարգավորումը անարդարացի է եւ տարբերակված մոտեցում է ստեղծում զինծառայողների միջև։ Դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։ Եթե 2 տարի է, թող բոլորի վրա հասնի, եթե 1.5 տարի է, թող հասնի այն երեխաների վրա, ովքեր որ զորակոչվել են 2025 թվականին։ Մեր պայքարն է, որպեսզի օրենքը հետադարձ կապ ունենա։ Ծնողները նշել են, որ ստեղծված իրավիճակը դարձել է ինչպես իրենց, այնպես էլ ծառայողների համար հոգեբանական լարվածության պատճառ։ Միևնույն ժամանակ ընդգծում են, զինծառայողները դժգոհություններ չեն արտահայտում եւ նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց ծնողները ակցիա են իրականացնում։ Նրանց խոսքով ակնհայտ անհավասարություն կա։ Անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ նույն դրոշի տակ ծառայող, նույն համազգեստը կրող զինծառայողները տարբեր ժամկետներով են ծառայում։ Նրանք նաեւ հայտարարել են, թե այնքան են պայքարելու, մինչև իրենց պահանջը կատարվի։ Մեր երեխեն հիմա հոսպիտալում պարկած է, կանազում է պարկած։ Հենց հիմնական իմինավոր է դա պատճառը եղել, որ հոգեկանի վրա ազդել է երեխու, ստրես է տարել։ Չեն արտահայտվում, բայց զգացվում է, որ իրանք էլ են ուզում, որ իրանք ընկերների հետ գան։ Իմ տղան 2 տարի ծառայում է, բայց գալու է իր դասընկերների հետ։ Ծնողները հայտարարեցին, որ իրենք առաջարկներ ունեն, պատրաստ են դրանք ներկայացնել։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ Հյուսիսային արջի սուր հոտառությունը տարածաշրջանում, մասնավորապես Հարավային Կովկասում, գուժում է։ Կարմիր գծերն են հատվել, խախտվել է տարածաշրջանային հավասարակշռությունը։ Հիմա Մոսկվան 2 դար առաջ հետ է նայում 1828-ին Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագիր կա, գծված սահման, որի երկայնքով տրանսպորտային միջանցքի նկատմամբ Միացյալ Նահանգների վերահսկողությունը խաթարում է 2 դար առաջ հաստատված կարգը։ Փոխվարչապետ Օվերչուկը նկատի ունի Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող ճանապարհը։ Դրանք խախտեցին տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից Թուրքմենչայի պայմանագրի կնքումից ի վեր։ Օվերչուկը հիշեցրել է, որ այն ժամանակ ռուսական կայսրությանն անցան Երևանի եւ Նախիջևանի խանությունների հողերը եւ սահմանը հաստատվեց աշխարհագրական սահմանագծով՝ Արաքս գետով։ Այդ ժամանակից ի վեր դա ընդհանուր առմամբ եղել է խաղաղ սահման, որն ապահովվում էր 2 մեծ հարևանների պայմանավորվածություններով։ Ըստ էության Հրիփի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գործարքը բացարձակապես հաշվի չի առնում նաեւ պատմական աշխարհակաղակական իրողությունները, որոնք դեռևս 1820 թվականից հետո են ձևավորվել։ Այսինքն Իրանի գործոնի շեշտադրումը Ռուսաստանի կողմից հստակ պատմակաղակական հիմք ունի։ Օվերչուկը հայտնել է, թե Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունն ու տնտեսական շահերը։
Այժմ Հայաստանում հայտարարված է, որ այս նախագիծն իրականացվելու է առանց Ռուսաստանի։ Թուրքիայում արդեն սկսել են միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման վրա, իսկ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարներն այնքան էլ ակնհայտ չեն։ Այս ամենը ճնշում է ստեղծում Հայաստանի վրա, ապա շրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանին չտեսնելու ցանկությունը մեծ սխալ էր։ Մոսկվայի հայտարարությունների կոշտությունը ըստ փորձագետների հասկանալի է։ Իրանի հետ Միացյալ Նահանգներ Իսրայել դիմակայության համատեքստը Կրեմլը չի անտեսել։ Մոսկվան կարծում է, որ Վաշինգտոնի ռազմավարական նպատակների, մասնավորապես Թեհրանում ռեժիմի փոփոխության իրականացումը գնալով ավելի անհավանական է դառնում։ Իրանի կառավարությունը ցուցաբերում է դիմադրողականություն եւ մտադիր է պահպանել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը նույնիսկ հակամարտության պայմաններում։ Սա ըստ վերլուծաբանների կարող է հանգեցնել Իրանին տարածաշրջանային կարևոր տերություն դառնալուն եւ Իրանը կարող է դառնալ աշխարհի 5 ամենահզոր երկրներից մեկը։ Այդ առումով Մոսկվան հույս ունի, որ Թեհրանը միայն կամրապնդի իր դիրքերը դիմակայության արդյունքում եւ Ռուսաստանի հետ միասին վճռականորեն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում, կանխելով Թրամփի երթուղի նախագծի իրականացումը։ Եթե Իրանին հաջողվի դիմակայել, իսկ Իրանին հովանավորում են ակնհայտորեն Չինաստանն ու Ռուսաստանը, ապա համոզված եղեք, որ թրիփը դառնալու է աշխարհակաղակական լուրջ բախման կիզակետ, որովհետև եթե ամերիկացիները չհաղթեն, Չինաստանը եւ Իրանը Ռուսաստանի հետ միասին կամ վերահսկողություն են սահմանելու այդ ճանապարհի նկատմամբ, կամ ուղղակի թույլ չեն տալու բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի ամերիկացիները կարողանան այնտեղ այդ պայմանագիրը կյանքի կոչել։ Մյուս կողմից Իրանի ռազմական եւ տնտեսական թուլացումը կուժեղացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը, այդ թվում Անդրկովկասում։ Այդ պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացումը ըստ ռուս փորձագետների բխում է Երևանի շահերից։ Սակայն Մոսկվան դեռևս Երևանի կողմից նման հետաքրքրվածություն չի տեսնում։ Մենք շահագրգռված չենք Անդրկովկասում Իրանի դիրքերի թուլացմամբ, եւ տեսականորեն Իրանի թուլացման պայմաններում Երևանը պետք է շահագրգռված լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացման եւ նույնիսկ բարելավման մեջ, բայց առայժմ մենք դա չենք տեսնում։ Եթե Հայաստանում ներքաղաքական զարգացումներն ընթանում են այն տրամաբանությամբ, որ ներկա կամ ձևավորվող իշխանությունը հրաժարվի հանձնառություններից, որոնք վերցրել է գործող իշխանությունը, տարվա վերջին ըստ վերլուծաբանների Հայաստանի հարավում ռազմական էսկալացիայի մեծ հավանականությունը կարող է լինել, ընդ որում բավականին լուրջ։ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների հարազատների հերթական նամակը միանգամից 3 հասցեատեր ունի։ Հայաստանի ու Շվեյցարիայի գլխավոր դիվանագետներին, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին են դիմել միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում գործարկելու հովանավոր տերության մեխանիզմը։ Մեկուսացվածությունը կոտրելու հնարավորություն կարող է դառնալ հյուպատոսական ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության կողմից, գոնե միջնորդավորված, ինչը չի գործարկվել։ Այսինքն կա տեսական մեխանիզմ, որը գործնականում կիրառված չէ, եւ նման պայմաններում միջազգային մարդասիրական իրավունքը նախատեսվում է հովանավորող կամ պաշտպանող պետության նշանակում։ Դրա իմաստը այն է, որ հակամարտությանը չմասնակցող այլ պետություն մարդասիրական բնույթի գործառույթներ է իրականացնում։ Եթե պաշտպանող պետության վերաբերյալ համաձայնություն չկա, այդ դերը ստանձնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Գերիների հարազատները նամակում մասնավորապես նշել են, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը վատթարացրել է Բաքվի զնդաններում պահվող հայերի առանց այն էլ ծանր վիճակը։ Ամիսներ շարունակ այդպես է տեղեկություններ չեն ստանում Ադրբեջանից, չգիտեն ինչպես են իրենց եղբայրները, հայրերը, ամուսիններն ու պապերը։ Մնացել են նրանց ճակատագրի եւ կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։ Մենք գիտակցում ենք, որ հովանավոր տերության ինստիտուտը վերջին տասնամյակների ընթացքում չի կիրառվել ու կարող է անսովոր թվալ այսօրվա համատեքստում, սակայն բացառիկ եւ ապօրինի հանգամանքները, որի հետ առնչվում ենք, պահանջում են հենց այսպիսի բացառիկ միջոցներ։ Ադրբեջանը շարունակում է մեկուսացված պահել հայ գերիներին իրենց ընտանիքներից, անկախ փաստաբաններից ու մարդասիրական գործունեություն իրականացնող անկողմնակալ կառույցներից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է։ Այստեղ տեղեկատվական վակուումում այնտեղ իրավունքի պաշտպանության գերիների հարազատները նշում են առնվազն 19 հայ այս պահին Բաքվում է։ Հարազատները մտավախություն ունեն, թե նրանց բռնության են ենթարկում, վատ վերաբերմունքի արժանացնում, համենայն դեպս արձանագրում են ռիսկը մեծ է, այդ թվում նաև բռնի անհետացման։ Ժամանակն ունի վճռորոշ նշանակություն, շարունակվող հապաղումը կարող է ավելի խորացնել ապօրինի պահվող անձանց տառապանքները եւ մեծացնել նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ սպառնալիքները։
Վերջնարդյունքում սա խնդրանք է կամ վերականգնել Կարմիր խաչի գործունեությունը կամ ի հայտ բերել դրան փոխարինող մեխանիզմ, սակայն ապահովելով պաշտպանող մարդասիրական գործառույթների իրականացումը։ Միջազգային դատարաններում հայգերիների շահերի ներկայացուցիչն ասում է, եթե Հայաստանի կառավարությունը բավարարի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարազատների խնդրանքը, ապա հովանավոր պետության մեխանիզմը գործարկելու համար անհրաժեշտ կլինի միայն չեզոք պետությունն ընտրել ու նշանակել, ապա նաև բանակցել ադրբեջանական իշխանությունների հետ, որպեսզի նրանք էլ հավանության արժանացնեն այս ընտրությունը։ Մենք դեռևս լավատես ենք, որ պետությունը իր քաղաքացուն չպաշտպանելու հատուկ քաղաքականություն չի վարում, որոշակի քաղաքական գործոններով, միգուցե մեխանիզմներին չտիրապետելու կամ այլ հանգամանքներով կարող է ցուցաբերվել անգործություն, սակայն սա ոչ թե միտումնավոր պետական քաղաքականություն է, այլ բնույթի բաց։ Ով է զբաղվելու մարդասիրական պաշտպանությամբ այն դեպքում, երբ ավանդական ուղիները փակ են կամ անարդյունավետ գերիների հարազատների դիմումի ենթատեքստում են գծվում, երբ իրավական գործիքները սեղանին չեն դրվում, առաջանում է դատարկություն, որտեղ խնդիրն արդեն միայն գերիների կարգավիճակը չէ, այլ պետությունների պատասխանատվության սահմանները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հարվածից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ։ Գրառման մեջ նա նշել է, որ Իրանի խոշորագույն կամուրջը փլուզվում է եւ այլևս երբեք չի օգտագործվի։ Առջևում դեռ շատ բան կա, եկել է ժամանակը, որ Իրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ եւ քանի դեռ երկրից կարող է ինչ-որ բան մնալ, գրել է Թրամփը, կից տեղադրելով նաեւ Մերձավոր Արևելքում խոշորագույն B1 իրանական կամուրջի պայթեցման կադրերը։ Իրանում շտապ բժշկական օգնության կարիքը գնալով մեծանում է, դրան զուգահեռ բժշկական պաշարները նվազում են եւ պատերազմի շարունակման դեպքում կարող են նաեւ սպառվել։ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի աշխատակիցներն են հայտնել այս մասին։ Կարիքները գնալով աճում են, իսկ առկա ռեսուրսները անսահմանափակ չեն։ Ներկապահին արտակարգ պարագաների պակաս չկա, սակայն իրավիճակը կվատանա, եթե մարտական գործողությունները շարունակվեն, հատկապես հաշվի առնելով գների աճը եւ անբավարար ֆինանսավորումը։ Ավստրիան փակել է իր օդային տարածքը ամերիկյան ռազմական ինքնաթիռների համար։ Վիեննայի պաշտոնյաներն այս քայլը բացատրում են որպես համանդրական խախտում Իրանում պատերազմի սրման ֆոնին։ Ավստրիայի պաշտպանության նախարարության խոսնակի խոսքով երկիրը որևէ բացատրություն չի անելու Պենտագոնի համար եւ Միացյալ Նահանգների ռազմական ինքնաթիռներին Ավստրիայի վրայով թռիչքներ արգելելու որոշումը վերջնական է։ Պաշտոնյան նաեւ նշել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր պաշտպանության նախարարությունը մերժել է Միացյալ Նահանգների բոլոր թռիչքների հարցում։ Երեխաների պաշտպանվածության հարցը արդեն տեղափոխվել է նաև թվային միջավայր։ Սոցիալական ցանցերի բացասական հետևանքները դեռահասների համար բազմաթիվ են, ու վերջին շրջանում մի շարք երկրներ սկսեցին արգելափակել սոցիալական ցանցերը դեռահասների համար։ Այդ ճանապարհով է փորձում շարժվել նաև Հայաստանը։ Մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Իրականացվում է հետազոտություն որոշակի, որպեսզի դուրս բերվեն այն հիմնական եւ մոտեցումները եւ ռիսկերը եւ հնարավորությունները, որ մեր երկրում կան եւ հնարավորություն են տալու այս կարգավորումը առավելագույնս ճշգրիտ եւ թիրախային եւ ընդունել եւ կիրառել։ Նախադպրոցական կրթության ոլորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով կատարվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց վերանայվել է նախակրթարաններում երեխաների ընդունելության տարիքային շեմը, որոշ դեպքում սահմանելով 3, որոշ դեպքերում 4 տարեկան։ Այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը կլինի նախադպրոցական կրթություն իրականացնող միակ հաստատությունը 3-ից 6 տարեկան երեխաները կարող են ընդգրկվել եւ այն հաստատությունները, որոնք կլինեն այլ բնակավայրերում, որտեղ կան մանկապարտեզներ, սակայն նախակրթարանի գործելու կարիքը կլինի 4-ից մինչև 6 տարեկան երեխաները կարող են ընդգրկվել։ Շատ ծնողներ հաճախ ստիպված են լինում ամիսներով հերթի մեջ մնալ, որպեսզի կարողանան իրենց երեխային եւս ընդունել մանկապարտեզ ու նախակրթարան։ Հերթերը հնարավորինս քչացնելու նպատակով նախատեսված է 500 մանկապարտեզի կառուցում։ Այս փուլում 301 հաստատությունում արդեն աշխատանքներն ավարտված են։ Հատկապես COVID-19-ից հետո մենք ունեինք իրավիճակ, որ երեխաները կարող է 2-3 տարի
սպասեին եւ միայն վերջին տարում լավագույն դեպքում ընդգրկվեին նախադպրոցական կրթության մեջ, այս փոփոխությունը օրենսդրական հնարավորություն է տալու, որ երեխաները ավելի երկար ժամանակ ընդգրկված լինեն եւ գործող նախակրթարանները իրենց ամբողջ ներուժը օգտագործեն նախադպրոցական կրթություն ապահովելու մեջ։ 2021 թվականին 3-ից 5 տարեկանների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում կազմել է 64.3%, հիմա այս ցուցանիշը հասել է 81%։ Հայաստանի բնակավայրերից 229-ում բացարձակապես նախադպրոցական կրթական հաստատություն չի գործել, այսօր արդեն այդպիսի բնակավայրերի թիվը հասել է 87։ Կառավարությունն իր առջև նպատակ է դրել, որ հանրապետության բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթությունը լինի հասանելի։ Կոտայքի մարզում ապրիլի 2-ին ողբերգական վթար է տեղի ունեցել։ Չարենցավանի վարչական տարածքում ճակատի բախվել են մերսեդեսները, 1 զոհ կա, նա տեղում է մահացել։ 5 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն։ Վարորդներից մեկը տեղում մահացել է, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով 3-ից 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները եւ Չարենցավան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սա մարտի 39-ը Արարատի մարզում Շամշյանքոմն է ներկայացրել, թե ինչպես է կեսգիշերն անց անհայտ անձը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ արձակել Վեդի խոշորացված համայնքի Վանաշեն բնակավայրի Սարգիս Ճիրոյան փողոցի թիվ 29 տանուղությամբ։ Հավաքվածները, ովքեր տեսախցիկի առաջ խոսել չեն ցանկացել, նշել են, որ սա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է, երբ զինված անձը կրակոցներ էր արձակել գյուղում այս տան ընտանիքի անդամների ուղղությամբ, ինչի պատճառով նրանցից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի վայր ժամանած քննիչներն էլ հենց այդ վայրում հայտնաբերել էին 55-ից ավելի ինքնաձիգից արձակված կրակված պարկուճ։ Գյուղացիների մեծ մասը այն կարծիքին է, ասում են, որ սա օգոստոսի 8-ի շարունակությունն է եւ սա վենդետա է ու զարմանում են, որ մասնակիցներից մեկին կալանավորել են, մյուսը դուրսն է եւ պնդում էին, որ պետք է նախաքննական մարմինը շատ արագ հայտնաբերի մարտի 30-ին կրակոցեր արձակողին։ Այս դեպքից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել քաղաքացիների խոսքով, եթե իրավապահների կողմից լիարժեք բացահայտվեր այն ամենը, ինչ կատարվել է, այս կրակոցները չէին լինի։ Վստահ են, եթե կոնկրետ քայլեր չձեռնարկեն, այս ամենը շարունակական է լինելու։ Ու դրա համար խնդրանքով դիմում են ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որպեսզի անմիջականորեն այս դեպքն իրենց հսկողության տակ վերցնեն։